Ես գիտեմ, որ ամեն տարի Գիլիգիո Գաթողիկոս Արամ առաջինը գահայտարարե թե այդ տարին ինչ անուն պիտի գրե։ Օրինակ համար ուսուցչի տարի, հայ ընտանիքի տարի, հայ դպրոցի տարի։ Այսպիսի սովորություն կա, որ 25 տարի է վեր կշարունակվի։ Դարվան վերնակիրը որոշվի Գաթողիկոսին կողմէ եւ իբրև թե այդ դարվա ընթացքին այդ նյութին վրա պիտի ծանրանան զանազան թեմերը եւ այդ նյութով պիտի առաջնորդեն հասարակությունը զանազան միջոցառումներ դեղի ունենան շեշտելու համար այդ թեմային կարևորությունը։ Ես ամեն տարի հետևած եմ, նույնիսկ երբեմն այսին զավեշտական իմաստով, որովհետև գիտեմ, որ դարիմը սվեցավ սպիրկի դարի, հետո սվեցավ դարձյալ սպիրկի դարի, նույնիսկ անգամ ես գադագով վսի, թե լավակույն դարին պիտի լար, եթե այդ դարին անվանվի հայ բարերարներու դարի, որովհետև միակ մտահոգությունը բարերարներ գտնել է եւ ադոնց մե տրամ հավաքել է։ Ուրեմն ինչու համար մենք մեզի հոգնեցնենք եւ ամեն տարի նյութ մը գտնենք, ամեն տարի թող Գաթողիկոսը նույն տարին է բարերարներու տարի։ Այս տարի սենք հրաշալի բարերարներու տարի։ Մյուս տարի երբ որ գուկա, այլևս կսենք ասկային բարերարներու տարի։ Այս ածագամը կարելի է գտնել եւ միշտ բարերար բարը կործածել։ Ասի անշուշտ գադագի բաժին։ Հիմա լուրջի յետևիդի անցնենք։ Առաջին անգամ լալով ես հետաքրքրություն չունեցա իմանալու թե Գաթողիկոսը ինչ տարի հրճագած է այս տարի։ Այսինքն ասի զարմանալի անդարբերություն ունեցա։ Չուզեցի երթալ գարտալ թե ինչ նյութ կա այս տարվա վերնակիրը ինչ է։ Որտեղ ամեն մեկ տարվա հայտարարության հետ բատկամնալ գդրվի, գդարածվի։ Եվ այդ բատկամը այդ նյութը գշոշապե։ Մղված չսկացի, անկարևոր սկացի, որովհետև եթե 25 տարի գտնված են տարիներ գեղեցիկ վերնակիրներով եւ այդ վերնակիրներեն փանմը չէ իրականացած կամ եթե իրականացած է 1% իրականացած է ցեվականություններու համար լավ ինչպես մարդ հիմա այլևս բիդի մղված փնդրելու նայելու թե այս տարի ինչ տարի է տարբերություն չներ նույնն է ինչ տարի է գրնամ երևակայել չեմ դեր եթե իրականություն է դու կրնակ ստուկել գրնա լալ այս տարի միասնականության դարի հրճակված լա Գաթողիկոսին գոմե որովհետև եկեցվո հարցը գա Հայաստանի մեջ հետեւաբար գխորհիմ թե Արամ առաջինը դարձյալ ցեվականություններու համար դարձյալ 1% իրականացնելու է դիտավորությամբ հավանաբար միասնականության դարի հրճակած բիլա որովհետեւ դարվա վերջավորության հետտարց նայվածքով դեսնենք թե այդ միասնականությունը ինչպես ամփոփող մնաց եւ ինչպես չիրականացավ որովհետեւ եթե իրականության մեջ միասնականության դարի պիտի հրճակվի այս տարի միասնականությունը որուն ցերկերու մեջ է Գաթողիկոսներու ցերկերու մեջ է եթե անցյալին Էջմիածնի եւ Անտիլիասի Գիլիգիո Գաթողիկոսությունները չէին միացած Կուրում քաղաքական բաժարներ եղած պետք է լան անանք գարիլ չէ միան ենթադրել այդ իրականությունը բաղ պատերազմի ժամանակ էր հետակային անկախություն երբ որ ճակվեցավ եւ Գիլիգիո Գաթողիկոսը հրավիրվեցավ եւ քրեթե նշանակվեցավ Էջմիածնի քահին կարևոր մտածումը այն էր որ այդ պիտի բաժար դառնար որ երկու Գաթողիկոսները միանային
բայց դերի չունեցավ դարձյալ քաղաքական պատճառներով, որովհետև մեկ կողմը Հայաստանի կառավարությունն էր, մյուս կողմը դաշնակցությունն էր, որ ինչպես գիտեք 1994-ին վդարվեցավ Հայաստանին։ Հիմա բայց հայելին լրիվ շրջված է դաշնակցությունը վդարված չէ Գիլիգիո կատեգոսությունը կշարունակե դաշնակցության ասոցիացիան դագլալ վրանալ ավելցավ նաև էջմիածինը այսին երկու ուժերնալ գտնվին մեկ հագագշի դակ դաշնակցության եւ անոր նմաններուն լավ այսին միասնականությունը ինչպես գիրականա երբ որ նույն դերը ունենաս միասնական գլաս եթե Հիսուս Քրիստոսը կուդերը դե միասնական գլաս բայց եթե Հիսուս Քրիստոսը դերը չէ քաղաքական ուժերը դերը դեն միասնական չես լար բայց եկուր դես որ ամբիսի զարմանալի բարակամն է որ Հիսուսը մեգոմ տրած քաղաքական ուժերու աստեցության դակ աս երկու կաթողիկոսությունները նույն ուժերու աստեցության դակ են այժմ եւ դարձյալ միասնական չեն ուրեմն ինչ կնշանակե նշանակե այստեղ հրաշք պետք է արդյոք ոչ հրաշք պետք չէ բարենորոգում պետք է նշանակե որ այս մարդիկ ովևէ պայմաններու դակ չեն գնար կորզել չեն գնար եկեղեցական միասնություն ստեղծել եկեղեցական կյանք անգամ չեն գնար ստեղծել որովհետև եթե առողջ եկեղեցական կյանք ստեղծեն արդեն ինքնաբերաբար միասնական գլա ինչս էլ է երկու կաթողիկոսություն ունենալ իմաստ չունի որովհետև եթե դու մեկ էություն ունիս եւ մեկ նպատակի գծարայես եւ կրոնական մեկ առաքելություն ունիս ինչ իմաստ ունի որ երկու կաթողիկոսություն ունենաս բայց երբ որ քաղաքական դարբեր հաշիվներու ենթակա ես պետականությունեն դուրս քաղաքական ծրագիրներու ենթակա ես եւ դարբեր երկիրներու աստեցություններու դակ ես անշուշտ որ գունենաս երկու պատրիարքարան երկու կաթողիկոսարան եւ ավելին բայց հիմա որ մենք գսենք թե դուք պետականությունեն դուրս կգործեք արդեն լավ թող ցեզի ադի միացնե նվազագույն ադի թող միացնե ցեզի կոնե հայ եկեղեցին այդ ծևով այդ ճխտական պայմաններուն դակ բարիք մկտնե միասնականության որովհետև իրար նման եք արդեն ուրեմն գտեսնեք ինչ մարդահրավերներու արժեվ կգտնվի մեր եկեղեցին եւ գտեսնեք թե որքան կարեւոր է որ պետությունը իր գարձիկը դեղը եւ թիրքը հստակ դարձուած է այս խնդրին վերաբերյալ որովհետև անհրաժեշտ է pedagogan թիմակից ունենալ որբեսի կարենանք հաղթահարել զանազան դժվարությունները